Այս քանի որ ես իրավունք ունեմ բարողի իրավունքով ելույթ ունենալ, ես մի հատ ելույթ կունեմ։ Ամեն նիստի ունեմ։ Նիստը փոխվել է։ Հենց հիմա քարտուղարությանը հարցնում եմ, ոնց ասեն, տենց անում եմ։ Քարտուղարություն ասեն։ Ունեմ, չէ՞։ Վերջ։ Հանուն արդարության ես էլ մինչև այսօր առավոտ չգիտեի, որ ես այդ իրավունք ունեմ, բայց փաստորեն ունեմ, դուք եք կանոնակարգ ընդունել, ձեզ մեղադրել։ Հարգելի գործընկերներ, ընդհանրապես կարող է տպավորություն ստեղծվել, որ օրինակ իմ վերջին օրերի ելույթները պարոն Թորոսյանի ասած տրամաբանության մեջ են, որը պետք չի անել համաձայն եմ։ Երբ որ ես քննադատում եմ Դաշնակցության գործունեությունը, օրինակ 1918-20 թվականներին, դա ոչ այնքան նրանից է, որ ես քննադատում եմ այն ինչ իրենք արել են, հենց նրա համար, որ իրենք արել են, այլ ես քննադատում եմ երեսպաշտությունը, որովհետև համաձայնեք քաղաքականության մեջ կամ ընդհանրապես պետական գործունեության մեջ ամենակարևոր բանը հետևողականությունն է։ Եվ երբ որ մի ուժ, օրինակ, մեղադրում է մեկ այլ ուժի զուտ Թուրքիայի հետ բանակցելու համար, ուշադրություն դարձրեք, ոչ թե բանակցության բովանդակության համար, այլ ինքնին բանակցելու փաստի համար։ Այդ ուժը գոնե պիտի երեսպաշտ չլինի, էլի, այսինքն ինքը եթե այդ նույնը արել է, ինքը այդ իրավունքից զրկվում է։ Օրինակ ես համարում եմ, որ մի օր երբ որ քաղաքացիական պայմանագիրը իշխանություն չլինի, եւ ասենք հաջորդ իշխանությունը կամ հաջորդ իշխանությունը բանակցություններ վարի Թուրքիայի հետ, հուսով եմ այդ բանակցությունների կարիքը չլինի, որտեղ մինչև այդ կարգավորված կլինեն հարաբերությունները, բայց ասենք թե ես իրավունք չեմ ունենալու, ասեմ, այս ինչ եք անում, ինչու եք բանակցում Թուրքիայի հետ։ Դրա համար օրինակ ես զարմանում, ոնց կարող են ասենք հանրապետականները քննադատել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը, եթե իրեն ժամանակ բանակցային գործընթաց է եղել, կամ դաշնակցականները կամ քոչայանականները, որտեղ իրեն ժամանակ էլ է եղել բանակցային գործընթաց։ Այսինքն այդ երեսպաշտությունը սպանում է քաղաքականությունը։ Կամ Տիկին Աննա Գրիգորյանը, օրինակ, եկել ասում է կառավարական դաչայի վրա գումար եք ծախսում։ Տիկին Գրիգորյան, ես դա կհասկանա, եթե ասեր այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ, բայց ասենք ձեր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ամենայն հարգանքով 2018 թվականին եղել է կառավարության անդամ եւ քվեարկել է, որ կառավարական դաչայի մի հատ տուն նվիրեն Սերժ Սարգսյանին։ Ուղղակի նվիրեն, գրեն իր անունով, հասկանում եք, չէ՞, պետական գույքը, ասես նվիրեն Սերժ Սարգսյանին։ Խնդիր չեք տեսնում, դուք խնդիր չեք տեսնում, հետևողականության խնդիր չկա այստեղ։ Կամ երբ որ խոսում եք պատավատների մասին, ձեր ցավը տանեմ, երբ որ մենք 2018 թվականին, ու դա գումարումը սկսեց 19 թվականին եկանք այս շենք, դուք էլ մեր հետ նույն ցուցակում եք Տիկին Գրիգորյանի դեպ։ Ես եմ հարցազրույց անցկացրել ձեր հետ, այդ թվում ասեցի շատ տաղանդավոր կին է, պետք է իրեն մտցնել ցուցակ։ Այդ առումով ընդհանրապես չեմ փոշմանում տաղանդի մասով, բայց հետևողականության մասով խնդիրներ կան։ Այդ ժամանակ մենք եկանք ծառայողական մեքենա ունեին, ազգային ժողովի նախագահ, փոխնախագահները, հանձնաժողովների նախագահները, հանձնաժողովների նախագահի տեղակալները, ֆրակցիայի ղեկավարները ու վարչության պետերը, մենք եկանք հանեցինք հանձնաժողովի նախագահի տեղակալների ծառայողական մեքենաները, հետո այս վերջերս հանեցինք հանձնաժողովի նախագահների մեքենաները ծառայողական, ասում եմ, էլ չեմ ասում, որ համատարած բոլոր փոխնախարարները ունեին ծառայողական մեքենաներ ու բոլորը արդեն չունեն։ Հիմա ախր պետք է էլի այդ հետևողականություն ունենալ, իսկ ձեր իշխանության ժամանակ, մյուսների իշխանության ժամանակ հանրապետականների, տես չէր։ Կամ, երբ որ ասում եք էլի ծառայողական մեքենաները պետք է էլ ավելի կրճատել, լավ, կհասկանամ, սկսեք ձեզնից։ Ռոբերտ Քոչարյանը ունի, չէ, պետության կողմից, եթե չեմ սխալվում։ Ես ինչքան գիտեմ, պետք է որ ունենա պետության, որպես նախկին նախագահ, պետության կողմից տրամադրված ծառայողական մեքենա, թող հրաժարվի, թող սկսի իրենից։ Նաև այսօր չխոսեցիք դրա մասին, բայց նաև խոսվել է, չէ, բան սիրում եք, չէ, ասել բան Նիկոլ Փաշինյանի թիկնազորը եւ այլն
Եթե չեմ սխալվում, Ռոբերտ Քոչարյանը պետք է որ թիկնազորել ունենա։ Թող հրաժարվի։ Սերժ Սարգսյանն էլ թող հրաժարվի, ձեր ցավը տանեմ, իրանցից սկսեք, հետո եկեք ասեք, մենք եկել ենք ու այս պահի դրությամբ պատմական մինիմում է ծառայական մեքենաների թվով։ Էլ չեմ ասում, որ լիքը ծառայական մեքենաներ էլ փոխարինվել են էլեկտրականով եւ խնայվում է բենզին եւ այլն եւ այլն։ Պետք է հետևողական լինել, կամ երբ որ Տիկին Էլինար Վարդայանն էր, եթե չեմ սխալվում, խոսում էր հանցավորության մակարդակից, որ ինչ որ բան է, բարձրացել է մակարդակը։ Սիրելի գործընկերներ, փաստ է, չէ՞ որ Ռոբերտ Քոչյանի թիկնազորը մարդ է սպանել։ Փաստ է թե չէ։ Փաստ է, չէ՞, որ մեկը իդեպ երեք ասեցի Զուքարանի հետ կապված բան ասեցի, մեր սիրելի դաշնակցական գործընկերները վիրավորվեցին։ Պետք չի վիրավորել, ես ոչ մի միտում չեմ ունեցել վիրավորելու որևէ դաշնակցականի։ Բայց դաշնակցությունը պետք է վիրավորվեր Ռոբերտ Քոչյանից, որի թիկնազորը Զուքարանում դաշնակցականի է սպանել ինչի համար, որ ասել է պրիվետ ռոբ։ Մի հատ ձեզ պատկերացրեք, էլի վաղը, լսեք էլի։ Լրեք էլի, հարգելի գործընկերներ, մի էլի, դուք իրոք, պարոն Պարսիլյան, մի ընդհատեք ինձ, մի խանգարեք ինձ, փաստա չէ, ասենք դուք իրոք էլի, դուք ձեր մեջ մտածեք, հիմա այսօր տես բանելներ ինչ կանեիք, ու իրոք դա խայտարակություն է, չէ, դրա համար պետք է մի քիչ հետևողականություն ունենալ, ընդամենը հետևողականություն, ես դեմ չեմ քննադատեք ինչ որ տեսնում եք, բայց մի ասեք բաներ, որից հարյուրապատիկ ավելն եք դուք արել։ Կամ Տիկին Քրիստինե Վարդայանը ասում է, ձեր վարչությունում նստեցիք, որոշեցիք Հայաստանի սահմանը որն է։ Մի կողմ դնենք, որ Տիկին Վարդայանի ասածը բան չի, ինչ ասեմ, իրավական մի քիչ անագիտությունն է, ներողություն այդ բառի համար, բայց դուք լեգիտիմացրել եք այդ բառը։ Հարգելի գործընկերներ, ձեր կողքին նստած են մարդիկ, որոնք պատգամավոր լինելով քվեարկել են վարչատարածքային բաժանման մասին օրենքին, որտեղ ասում է, օրինակ, այս կետից հետո Ադրբեջանում։ Չեք զգում ստեղ ինչ որ տրամաբանական խզվածք ձեր ասածների մեջ։ Չեք զգում։ Կամ երբ որ օրինակ մեր սիրելի Գառնիկը, ես հիշում եմ, մի տարի առաջ ստեղ նստած ասում էր, դուք ոսկեպարի եկեղեցին տալիս եք Ադրբեջանին։ Չի ուզում գա մի օր ստեղից ելույթ ունենա, ասի կներեք սխալվել եմ։ Չի ուզում։ Եվ վերջինը, որ Տիկին Վարդայան ասում եք, ինչ ասեցիք, ասեք կոմունիստներն էին, չէ կոմունիստների մասին բան ասեցիք, որ հա, մեզ քննադատեն կոմունիստները։ Հա, բայց ձեր համար ինչ խնդիր է որ ձեզ քննադատել, ներեք ձեզ քննադատել են, այսօր իրանց դարձնում եք քաղաքապետ։ Ու ամենը մի հատ էլ է абսուրդ, ես վերջերս հասկացել։ Դուք հասկանում եք, նայեք իրար ինչքան բանակ կապել։ Ուրեմն մաֆիան, այսինքն բոլորս գիտենք, չէ՞ որ Գյումրիում կային երկու կլաններ, այնտեղ բան իրար կրակում էին, մեկը մյուսին խավորին էր սպանում եւ այլն, sense մի պատմություն։ Դրան զուգահեռ դրանից մեկը դառնում է կոմունիստ, մյուսը հանրապետականի մեծ հանրապետական պատիվ ունեցող, ու այս ամեն ինչը մի ընդդիմադիր արքեպիսկոպոսի խավորությամբ բերվում ասես մի հատ մի կետի, երբ որ աղոթքով կոմունիստը ընտրվում է քաղաքապետ, այն խմբակցության ձայներով, որի հետ ինքը ունեցել է Մոնտեկիների եւ Կապուլետների մասշտաբի մի պատմություն։ Էսա ձեր գործընկեր հանրապետականների ամբողջ քաղաքականության արգասիքը, ու դուք ամեն օր այդտենց գալով ազգային բան պետականամետություն ասելով, էսա ձեր պատկերը, այսքան բան։ Դուք հետևողականություն ցուցաբերել եք միայն մի հարցում, որը չի փոխվել 1918 թվականից ասած։ 1918 թվականին դուք այո ճիշտ ասում Տիկին Ջուլհակյանը նույնիսկ չեք հայտարարել անկախություն, ասել եք որ հայաբնակ գավառներում իշխանություն եք ձևավորում, 2 տարի մանդատ եք փնտրել, իդեպս էլ է, էլի փաստ, 18 թվին Հայաստանը 600 տարի անց վերջապես ստանում է անկախություն ու միանգամից սկսում է մանդատ փնտրել։ Սկզբից Ամերիկայի մանդատ է ուզում ստանալ, Ամերիկան մերժում է, հետո ըստ որոշ տեղեկությունների նույնիսկ Նորվեգիայի մանդատներ փորձում ստանալ, հետո էլ գնաց
Այդ ամբողջ ընթացքում էլ բնականաբար հույս ունեին, որ Ռուսաստանը հետ կգա, վերջում եկավ ու կոմունիստները, որոնց հետո դուք բան իշխանություն ձևավորեցիք, վերացրեցին Հայաստանի անկախությունը։ Եկավ 1988-89-90-ական թվականներ, էլի դաշնակցությունը կարծում էր, որ անկախություն պետք չի հիմա։ Իդեպ, եթե չեմ սխալվում, այն հանրահայտ արտահայտությունը դեմըլալով կողմ լալ, եթե չեմ սխալվում, այդ արտահայտությունը գալիս է 90-ականների սկզբից ու հենց անկախության կոնտեքստում, որ ասվել է, որ կողմ ենք, բայց դեմ որովհետև։ Այս ամեն ինչը չի փոխվում, ու այս ամեն ինչի կուլմինացիան 004 շրջաբերականներ, բայց ես ուղղակի ուզում եմ ասել, ես գիտեմ, որ այս վերջերս դաշնակցությունը ունեցել է, ոնց է ձեր մոտ դա կոչվում, ժողով, համաժողով, որում բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել Արմեն Ռուստամյանը, որին իդեպ շնորհավորում եմ անկեղծ, ես իրան շատ լավ եմ վերաբերում եւ ուրախ եմ վերջապես Հայաստանից է բյուրոյի ներկայացուցիչը։ Ես գիտեմ նաեւ, որ չէ, որ Հայաստանի Սփյուռքահայ չէ։ Դե թողեք ավարտեն էլի։ Իդեպ սա չեմ ասում էլի, որ Սփյուռքահայեր վատ էր, բայց նկատի ունեմ եւ դե դուք եկեք եւ ուզում եմ հույս հայտնել, ես գիտեմ, որ այդ համաժողովի ընթացքում են շրջաբերականները ընդունվում, ես հույս ունեմ, որ դուք ունեք նոր շրջաբերական, դե մի ընդհատեք, պարոն, ես հույս ունեմ, որ դուք ունեք նոր շրջաբերականներ ու վերջապես մի օր դաշնակցությունը կծնի մի շրջաբերական, որում սևով սպիտակին գրված կլինի, որ Հայաստանի Հանրապետության անկախությունը վեր է ամեն ինչից, ենթակա չէ սակարկման, վերջակետ, շնորհակալություն։ Իսկ հիմա Հայաստան խմբակցության անունից ելույթ կունենաս